Բարև ձեզ, ես 14 տարեկան եմ, իմ անունը Սերգեյ Մուրացյան է, ես ապրում եմ Ախալքալակի շրջանի գյուղ Խոլկումոյում և այսօր ուզում եմ մի քիչ խոսել իմ պապիկի բանաստեղծություններից և իմ բանաստեղծություններից։ Ես ծնված չեմ եղել, երբ պապիկս մահացել է ծանր հիվանդության պատճառով, բայց իր բանաստեղծությունները գեղեցիկ, ես այսօր կասմունքեմ ձեզ։ Սպասում։ Օգնած հայացքով, անքուն ու տրտում, նայում եմ փոխված, աստղերի ծովին, ուզում եմ տեսնել նրանց հայլում, աչքերս գթոտ, աչքերս ծովի, և երբ արևն է լույսը մաղում, այս միշտին ու նոր աշխարհի վրա, ինչ-որ մի ծանոթ ձայն է ինձ կանչում, ձայն, որը վաղորդյան կանչերից կգա, և երբ տեսնում եմ քեզ նման մեկին, ցնորքների մեջ լողում է հոգիս, քիչ է մնում քեզ ասելու տղակ, նրան շրջամ միակ սիրելիս, բաց եփյուրը, որ հերվից է գալիս, քո բույրն է բերում համբույրի նման, և փսում է ձայնով կարոտիս, կգան աշուտով սպասիր նրան։ Լուսինն ու պանդուխտի տղան։ Նստել էր տղան, կյանքից խռոված, լուսնյակն ամպերից ոսկեփայլ ժպտաց, ասաց մի տխրիր իմ պանդուխտի տղա, մի մնա մոլոր քո ճամփան գնա, դու դեռ ջահել ես, մի հուսահատվիր, կյանքն էլ մի օր քեզ բախտ կբերի, օրհնում եմ ճամփադ գնա իմ տղա, թող քո արևն խավար չմնա, թե ծարավ եղար աղբյուրի հասնես, թե ցուրտ նեղեց արևը ժպտա, մի հուսահատվիր իմ որ փայորդի, դե վեր կաց գնա քո տունն հայրենի, գնում էր տղան նոր ոգի առած, իր հայրենիքի լույս ճամփան գտած։ Նաև ես ուզում եմ ասմունքել իմ գրած բանաստեղծություններից, որը Արցախի մասին է, խլեցին Արցախս, խլեցին Արցախս, խլեցին առանց ամոթի, խլելով դարձրին թրքու ու հող, մեր հերոսները պայքարեցին թշնամու դեմ, պայքարելով դարձան հերոսներ, մեր հերոսները կրվեցին 3 ազգի դեմ, 3 պետության դեմ, մենք մեզ հաղթած ենք զգում, այլ ոչ թե պարտված, մեր հերոսներին վառեցին ֆոսֆորով, այրեցին ու հեռացան առանց ամոթի։ Ցավում է սիրտս, ցավս տվել եմ լացիս, լացս տվել եմ ցավիս, լացում եմ հողիս համար, Արցախս խլեցին, Շուշին տարան, ինչ մնաց ետևում, ջարդված ու զոհված տղեր, ներեք մեր ազգին, ներեք մեզ, որ դուք զոհվեցիք մեզ համար, մեր պատիվը բարձր պահելու համար, ներեցեք մեզ ևս մեկ անգամ։ Անկախ իրանցից, իրանց ծնողներից, ես ուզում եմ ասվել, որ այս աշխարհում պետք չի գնահատել հարուստին, պետք է լինել անկեղծ և միշտ գնալ ընկերասիրության դեմ։ Եթե դու ընկեր ես, այնպես ընկեր պետք է լինես, որ բոլոր ընկերների հետ հավասար լինես։ Եվ ուզում եմ ասմունքել Գուրի Էթեր Ավետիսյանի բանաստեղծություններից, ջավախքիս սարերի վրա ամպերը մնացին կքած, ամոթի քողից հարենված, լուսնյակն կայենից գնաց, մտնեցին սարերը մթին, մթնդաց հավատս վերին, ավերված վանքերից նման, փլվեցի հավատիս վրա, հավատից ոչինչ չծլես, խաչը չոր փայտից էր սարքած, խաչվողը ինչ մեղք էր գործել, որ այդպես անպտուղ գնաց, լուսնյակն բոզի պես տեղնեց, գունատվեց իր մեղքի դիմաց, լուսինը ինչ մեղք էր գործել, որ թուրքի դրոշին մնաց, ջավախքիս վանքերի վրա վիրքացեղ ագրավը կռած, Աստվածին, երբ որդի թարյավ, ինչու մնացի խաբված։ Նաև ես զբաղվում եմ գիպսով մոմագործությամբ և Ռուսաստանի կողմից ստացել եմ 2 սերտիֆիկատ, իմ ֆիրմայի անունից, սա գիպսի համար է, իսկ սա մոմագործության համար։ Նաև ես մասնակցել եմ Գուրի Էթերական պոեզիայի 11-րդ տարվան և ասմունքի մրցույթում հաղթել եմ 3-րդ տեղը։